Հարգելի հեռուստատոներ, հեռանկարը այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես առաջարկում եմ սկսենք ռուս-ուկրաինական կոնֆլիկտից, կարծես թե այս վերջին շրջանում ռազմական գործողությունների ինտենսիվությունը աճել է։ Ինչով է դա պայմանավորված։ Կարծում եմ, որ պայմանավորված է ուկրաինական կողմից նոր մարտավարությամբ, այսինքն հիմնականում անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային գործողություններով, որոնք ուղղված են նախապես ընտրված թիրախների դեմ եւ դրանք հիմնականում ուրեմն վառելիքի բազաներ են կամ վերամշակման գործարաններ, դիզելային վառելիքի, բենզինի եւ նպատակը հիմնականում Ռուսաստանի ներսում վառելիքի ճգնաժամ առաջացնելն է, որը կարող է հանգեցնել հասարակական բողոքի եւ ունենալ ներքաղաքական խնդիրներ Ռուսաստանի համար։ Կարծում սա արևմուտքի հետ փոխհամաձայնեցված մարտավարություն է։ Արևմուտքը հիմնականում կարծում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվում են ուրեմն այդ լոկացիոն հիմնական կետերը, թիրախները, այսինքն լոկացիոն տեղորոշման հիմնական ուրեմն մատակարարումները կատարվում են արևմուտքի կողմից, իսկ ուկրաինական կողմն էլ արդեն իր ռազմական ներուժով իրականացնում է մյուս գործողությունը։ Եվ դրանի պատասխան բնականաբար Ռուսաստանը իր կողմից է ինտենսիվացրել գործողությունները, էլի հատկապես օդուժի եւ նաեւ հրթիռակոծման եղանակով զանգվածային հրթիռակոծման իրականացում պատասխան գործողություններ եւ զուգահեռաբար էլ նաեւ Ուկրաինայի ներսում է նկատվում որոշակի ճգնաժամ, հատկապես մարդուժի հետ կապված, որտեղ տարբեր բնակավայրերում բարբերաբար տարածվում են բողոքի գործողություններ, ինչպես են երիտասարդները, դրանց ընտանիքները բողոքում պետական կառույցների դեմ, որոնք փորձում են բռնի կերպով նրանց տեղափոխել ռազմադաշտ։ Բայց դա Ռուսաստանում էլ կա։ Ռուսաստանում էլ կա, պարզապես Ռուսաստանում այդ մասշտաբի չէ, եւ Ռուսաստանը քանի դեռ այսպես հատուկ ռազմական գործողության մակարդակում է, նրա մանևրի դաշտը շատ ավելի մեծ է եւ կարողանում է նաեւ այլ տեղերից զինյալներ հավաքագրելով լուծել մարդուժի խնդիրը, ինչը Ուկրաինայի պարագայում թերևս լուծելի չէ եւ լուրջ էական խնդիրներ առաջացնում, արդեն իսկ նկատելի խնդիրներ առաջացնում Ուկրաինայի ներսում։ Բայց նաև նկատենք, որ հարվածներ են հասցվում ոչ միայն ենթակառուցվածքներին, այլ հատկապես վերջին շրջանում նաև քաղաքացիական օբյեկտներին եւ հենց անցած գիշեր Մոսկվայի մարզի մի քանի բնակավայրերում նաև շենքերին է հարվածներ եղել եւ մարդկային զոհեր կան։ Թե այն կողմից բազմաթիվ տեսանյութերով տեսնում ենք հսկայական բնակելի շենքեր Կիևում, Կիևի կենտրոնում, որոնց մի մասը ավերված եւ զոհեր բնականաբար կան։ Դե պատերազմի տրամաբանությունն է, այսինքն նախապես ինչպես է հիմնականում թիրախավորում են ռազմական օբյեկտներ, հատուկ նշանակության կարևորության ռազմավարական օբյեկտներ, էներգետիկ օբյեկտներ, բայց միշտ էլ երբ որ աշխարհագրությունը, աշխարհական արեալը ռազմական գործողությունների ընդլայնվում է, ճշնամանքը խորանում է, բնականաբար սկզբնական փուլում դրանք հիմնականում լինում են ռազմական սխալ հաշվարկների պարագան, երբ որ թիրախավորում են նաև քաղաքացիական հաստատություններ, բայց հետո արդեն դրանք են լինում, բայց հիմա կարծես թե բացառիկ չէ։ Դա սովորական է, որտեղ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների Ուկրաինան իբր թիրախավորում է ռազմավարական նշանակության օբյեկտներ, բայց բնական է այդ անօդաչուներից մի քանիսն էլ ուրեմն այլ ուղղությամբ են գնում եւ Ռուսաստանի պատասխանն էլ նույն տրամաբանության մեջ է, այսինքն կարող է 1-2 թիրախ ընտրվի ռազմական, բայց մշտապես նաեւ թիրախավորում քաղաքացիական օբյեկտներ։ Այստեղ կարևոր մի հանգամանք կա, երբ որ երկու կողմն էլ ցանկանում են հակառակորդի ներսում բորբոքել քաղաքական ճգնաժամ, այդ երկու ուղղությունն էլ կա, որտեղ շատ լավ հասկանում են, որ պատերազմը մեծ հաշվով ինքը լճացման մեջ է,
այս որքան էլ Ուկրաինան վերջին շրջանում ավելի այսպես նպատակային է դարձել գործողությունները, բայց ակնհայտ է որ ռազմական մակարդակում խնդիրը չի լուծվելու եւ երկու երկրների նպատակն էլ ներսում հակառակորդի ներսում քաղաքական ճգնաժամի հրահրումն է, սրանով է պայմանավորված որ ավելի հաճախակի են դարձել ռազմավարական նշանակները եւ հատկապես քաղաքացիական հաստատությունները։ Այդ լճացումը նաեւ երկարատևությամբ է ինչ որ իմաստով պայմանավորված, որովհետեւ 4 տարուց ավելի արդեն այս։ Եվ երկարատևությամբ եւ նրանով որ հաստատի կողմերից որևէ մեկը ակնհայտ առավելություն չունի, դե բնական է Ռուսաստանի առավելությունը կա, Ռուսաստանը շատ ավելի մեծ գոնե տարածքային ձեռքբերումներ ունի այս ռազմագործողությունների ընթացքում, բայց վերջնանպատակերի առումով որևէ մեկը չի հասնում իր դրած վերջնանպատակին, այսինքն Ռուսաստանի պարագայում բնականաբար հռչակված նպատակը Դոնեցկի եւ Լուգանսկի այդ ամբողջ աշխարհագրության ուրեմն գրավումն է Ուկրաինայի պարագայում կորցրած տարածքների վերականգնումն է եւ որևէ մեկը չի կարողանում հասնել իր արժեվ դրած նպատակին գումարած դա Ռուսաստան ունի նաեւ նպատակ Ուկրաինայում ավելի բարենպաստ վարչակազմի ձևավորումը, որը եւս չի ստացվում, եւ ակնհայտ է որ այս պայմաններում այդ դրված նպատակները որևէ մեկն էլ երկու կողմից էլ դրված նպատակներից որևէ մեկն էլ հասանելի չէ։ Իդեպ իշխանական օղակներում փոփոխություններ են, տեղ ունենում կառավարության ղեկավարը կարծես թե այլ պաշտոն է գնում, նշվում է որ գուցե Միացյալ դեսպանի։ Դե չեմ կարծում սա բարձրացում է պաշտոնին, բայց գուցե քաղաքական ինչ որ ուղղվածություն ունի այս նշանակումը։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է կապված։ Ուկրաինան շատ կարևոր խնդիր ունի լուծելու Միացյալ Նահանգների հետ ավելի ներդաշնակ աշխատանքը եւ կարծում եմ որ արդեն նախկին վարչապետին դեսպան նշանակելը կարող է նման ուղերձ լինի, նաև քաղաքական առումով կարևոր ուղերձ է նման բարձրաստիճան նախկին պաշտոնյայի Միացյալ Նահանգներում դեսպան նշանակելու հանգամանքը, մյուս տեսանկյունից էլ այնուամենայնիվ կարծում որ Ուկրաինայի ներսում մեծանում է հասարակական դժգոհությունները եւ այնուամենայնիվ փոփոխություններ անհրաժեշտ են տեսանելի փոփոխություններ եւ հասարակության շրջանում գոնե մի քիչ այսպես համբերություն ներարկելը որտեվ ամեն դեպքում կարծում ուկրաինական կողմի հաշվարկներն այնպիսին են որ եթե այս մարտավարությունը փոքրինչ երկարատև լինի Ռուսաստանում եւս չի բացառում ներքաղաքական ճգնաժամը, որտեղ տարբեր էլի լրատվամիջոցներ, տարբեր իհարկե կեղծ եւ հավաստի տեղեկություններ քարոզչական պատերազմի համատեքստում տարածում են շատ հաճախ, որ Ռուսաստանի ներսում էլ տարբեր խմորումներ են տեղի ունենում, բայց այնուամենայնիվ այս պահին կրկնում եմ հակամարտությունը լճացման փուլում է եւ նպատակ կա ժամանակ շահելու գոնե մի քանի ամիս մինչեւ ձմեռ հասկանալու համար մարտավարական հետագա փոփոխություններ։ Ընդ որում երկու կողմերի մոտ էլ կարծես թե նկատվում է այս տրամաբանությունը։ Եթե փորձենք այսպես գնահատել, թե որ երկրին է հաջողվել մյուս երկրում, մյուս երկրի տարածքում ինչ-որ ավելի մեծ ճգնաժամ առաջացնել, տեսեք, սկզբում մենք տեսնում ենք, թե ինչպես էին շարքից դուրս գալիս Ուկրաինայի այդ ենթակառուցվածքները, օրերով նույնիսկ մայրաքաղաք Կիևում կարող է էներգիա անջատումներ լինել, բայց այսօր որ տեսնում ենք Ղրիմի տարածքում, չգիտեմ, կամ նույնիսկ արդեն Մոսկվայում կենտրոնում այդ հսկայական վառելիքի համար հերթերը որոշ տեղերում արդեն պարենի պակաս է զգացվում նույն այդ Ղրիմում։ Հիմա ում է շատ ավելի հաջողվել մյուս երկրի տարածքում ինչ-որ բան անել այդ դեպի ճգնաժամը տանել։ Կարող ենք այսպիսի հարաբերակցություն տեսնել։ Այս վերջերս ընտրված մարտավարությունը, որի մասին արդեն խոսեցինք, դա բնականաբար ավելի շատ այսպես ակնհայտ կերպով ցույց է տալիս Ուկրաինայի հաջողությունները, բայց միևնույն ժամանակ էլ ավելի գրգռում է Ռուսաստանին եւ Ռուսաստանի պատասխան գործողություններն էլ, որոնք շատ ավելի հեռահար եւ շատ ավելի զանգվածային զենքերով են, քան անօտաչը թռչող սարքերը,
իրենք ունենում են իրենց հետևանքներ Ուկրաինայի տարածքում եւ նպաստում են երկրի ներսում դժգոհությունների առաջացման, որի մասին էլ խոսեցին։ Այս մարտավարությունը ներկայում Ուկրաինայի որտեղից բնականաբար դա շատ ավելի արդյունավետ է եւ տալիս է իր արդյունքները։ Բայց հեռանկարային առումով էլի դժվար է կանխատեսել, թե ինչպես կընթանա պատերազմը։ Ակնհայտ է, որ եկա Եվրոպական միության կողմից էլ առնվազն աջակցություն տրամադրվածություն, որպեսզի այս մարտավարությունը շարունակական լինի, առնվազն ԱԹՍ-ների մատակարարման հարցով կարծես թե նոր պայմանավորվածություններ էլ կան, բացի Ուկրաինայի արտադրածը եւ ամբողջ Եվրոպան նոր ուժով է լցվում Ուկրաինային, որովհետեւ Ուկրաինայի հաջողությունները Եվրոպական միությունում եւ Եվրոպայում ընդհանրապես համարում են նաեւ իրենց հաջողությունները եւ այս պահին ողջևորված այս իրավիճակով չնայած որ էլի տեղում շատ մեծ վնաս է հասցվում Ուկրաինային, կարծես թե Եվրոպայի արևմտյան դաշնակիցները, Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները հակված են նրան, որպեսզի դեռևս մի քիչ էլ աջակցեն, հույս ունենալ, որ դա կարող է Ռուսաստանի ներսում իրավիճակ փոխել։ Առաջիկայում չմոռանանք, որ Ռուսաստանում խորհրդանական ընտրություններ են եւ գուցե փորձ է արվում նաեւ այս ընտրական գործընթացի վրա ազդել, չնայած որ պարզ է որ Ռուսաստանում ընդունված կարգով չեն ընդհանում ընտրությունները, բայց այնուամենայնիվ սրանք ցույցի չեն ներքաղաքական էլի կարծիք հայտնելու մարդկանց կողմից քաղաքական տրամադրությունների, ներքաղաքական տրամադրությունների ակտիվացման եւ կարծեմ որ թե Ուկրաինայում թե Եվրոպական միությունում կա նման տրամադրություն գոնե ընտրությունները մի քիչ էլ հետընտրական շրջանում իրավիճակն ավելի բորբոքելու։ Հիմա անցնենք հայ ռուսական հարաբերություններին։ Ես ինչքան հասկանում եմ ընտրություններից հետո ինչ որ նոր փոփոխություններ էական տեղի չեն ունեցել։ Ես նկատի ունեմ, որ նոր սանկցիաներ, նոր պատժամիջոցներ, ավելի այսպես կոշտ ռետորաբանություն կարծես թե չկա, կարծես թե իներցիոն ինչ-որ վիճակ եւ այդ ֆոնին նաեւ Զախարովայի վերջին ելույթը մի քիչ այսպես էմոցիոնալ ֆոնի վրա, երբ ասում է, որ Հայաստանը միայն սուվերեն երկիր չէ Ռուսաստանի համար, այլ շատ ավելի սերտ կապերով կապված, անկեղծ սերն է կապում, փոխկապակցված ճակատագրերը, մի խոսքով շատ էմոցիոնալ այսպես ֆոնի վրա գուցե Զախարովայից ոչ այդքան սպասելի, բայց ամեն դեպքում սա ինչ-որ իմաստով ռետորաբանության, քաղաքականության ինչ-որ չափով մեղմում է, փոփոխություն է, կարող ենք այդպես ենթադրել։ Գուցե, որովհետև այնուամենայնիվ նաև ձեր տաղավարում առիթ ունեցել են քննարկելու այս հարցը դեռևս մինչև Հայաստանի ընտրություններից հետո աստիճանաբար Ռուսաստանը հաշվի է նստելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ եւ բնականաբար ըստ նոր ստատուս քվոյի պլանավորել է քաղաքականությունը։ Կարծում եմ Ռուսաստանի հաշվարկները հիմնականում հետընտրական նաև զարգացումներով էին պայմանավորված, գուցե Հայաստանում բողոքի գործողությունների կանխատեսմամբ, գուցե հիմնական ընդդիմադիր ուժերի այլ մարտավարության կիրառմամբ եւ դա էր պատճառը, որ նրանք իրենց քայլերով փորձում են օրակարգ ստեղծել ուրեմն Հայաստանի ընդդիմադիր ուժերի համար, բայց երբ որ կարծես թե իրավիճակը սահմանադրական դատարանի կայացած որոշումից հետո հանգուցալուծվեց եւ գոնե այլ մակարդակում մենք չենք տեսնում ընդդիմության տրամադրվածություն շարունակելու իրենց գործողությունները, Ռուսաստանը ըստ դրա շարունակում է արդեն իսկ իր քաղաքականությունը վերանայել։ Բայց չի նշանակում, չէ՞ որ Ռուսաստանը չի դադարելու միջամտել մեր ներքաղաքական process-ները։ Բնականաբար, երբ որ ավելի հարմար ժամանակահատված լինի, վստահաբար նրանք փորձելու են այլ միջոցներով միջամտել, բայց այս պահին նախ իրենց ուրեմն առավել առաջնային խնդիրներ ունեն, առաջնահերթություններ ունեն, ավելի շատ այսպես տրամադրված են ուկրաինական ուղղությամբ, երկրորդն էլ Հայաստանում այնքան բարենպաստ չէ իրավիճակը, որպեսզի կարողանան նախկին գործելավոճով շարունակեն իրենց քաղաքականությունն առաջ մղել։ Կարծում եմ կամաց արդեն հաշվի կնստեն ստեղծված իրավիճակի հետ եւ փուլ առ փուլ կփորձեն կարգավորել հարաբերություններ, այդ ձեր նշած էմոցիոնալ այդ հայտարարությունները նախերգանքն են նման քաղաքական ուղեգծի։
Ձեր ասացից ես հասկանում եմ նաև, որ այստեղ ինչ-որ հետընտրական լուրջ պրոցեսներ, գոնե առաջկա ինչ-որ 1-1.5 տարվա ընթացքում սպասել, չգիտեմ, անիմաստ է կամ չկա այդ ձևավորվող դաշտ, այդ ներուժը, այդ ուզում են փողոցներում մարդկանց հավաքել, այդ էներգիան չկա։ Դե առնվազն այս պայի դրությամբ տարբեր քաղաքական ուժեր ունեցած պլաններ, ընդդիմադիր ուժերի պլանները հաշվի առնելով չկան նման ծրագրեր եւ դա շատ լավ մշտադիտարկվում է նաեւ ուրեմն արտաքին դերակատարների կողմից եւ վստահաբար այդ արդյունքները հաշվի առնելով էլ պլանավորվում են հետագա քայլերը։ Այս պահին բնականաբար եթե չկա նման օրակարգ, Ռուսաստանը չի կարող ավելորդ լարվածություն եւ ավելորդ այսպես ասեմ, ջանքերի, էներգիայի ուղղություն ստեղծել իր համար ուկրաինական ճակատից ուրեմն որոշակի այսպես ջանքեր տեղափոխելով Հարավային Կովկաս։ Նրանք շատ արագ գնացին նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ այսօր էլ կամաց-կամաց կարծում եմ փուլարփուլ գնա նաև Հայաստանի հետ ուրեմն հարաբերությունների վերագործարկման առնվազն այն մակարդակում ինչպեսին կային մինչև Հայաստանի խորհրդանական ընտրությունները։ Եվ ավարտելով քիչ ժամանակ ունենք արդեն, ես կուզենայի խոսեք նաև Ալիևի վերջին ելույթից Շուշիում եւ նաև այն հայտարարությունը, որը վերաբերում է նրան, թե Ադրբեջանը շատ հուսալի մատակարար է Հայաստանի համար, ոչ միայն նավթամթերքի, այլ տարբեր ապրանքատեսակների, Ալիևը նշում է, որ 40,000 տոննայից ավելի այս ընթացքում եւ Ադրբեջանի կողմից եւ Ադրբեջանի տարածքի միջոցով Հայաստան մատակարարումներ են եղել, ասում է, որ հուսալի իրականում մատակարար է Ադրբեջանը ու նաեւ ասում է, որ եթե Ադրբեջանը չլիներ, Հայաստանը ինչ-որ այլ տեղերից պիտի ինչ-որ բաներ փնտրեր, կարծես դա այդ թաքնված մասը խոսքի այն է, որ Ադրբեջանը երբ ուզենա այդ ճանապարհը կփակի Հայաստանի ինչ-որ իմաստով կախվածությունն է ցույց տալիս Ադրբեջանից ներկա իրավիճակում։ Թե բնականաբար Ալիևի խոսքերով չէ, որ մենք պետք է դատենք ուրեմն Հայաստանի համար հնարավորությունների կամ տարբեր գործընկերների հուսալիությունը, մենք գոնե պատմական անցյալ ունենք, երբ որ հակամարտություններ երկու կողմերի համար էլ փոխադարձաբար բոլոր նախկինում եղած տարբեր ոլորտներում այդ համագործակցություններն ու կախվածությունները դրանք վերացան։ Այս պարագայում կարծում Ալիևի հռետորաբանությունը այլ նպատակ է հետապնդում, քանի որ ինքը միջազգային նշանակության ֆորում է, Ալիևը միշտ նման միջոցառումների ընթացքում փորձում է ավելի այսպես կառուցողական դիրքերից խոսել, խաղաղասերի դիրքերից խոսել եւ կարծում որ այս միջոցառման ընթացքում ուղերձներն էլ այդ նպատակն են հետապնդում։ Դրանք ավելի շատ ուղղված են ոչ միայն մեր տարածաշրջան, ոչ միայն Հայաստանին, այլ ավելի շատ Արևմուտքի եւ Միացյալ Նահանգներին, որ Ադրբեջանը այդ տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության ապահովման եւ դրան նպաստելու գծի մեջ է եւ որպես վստահելի գործընկեր շարունակելու է այդ դերակատարը, որտեղ մի քանի անգամ ուղերձներ հղվեցին նաեւ Միացյալ Նահանգների ուղղությամբ, հենց Թրամփի ուղղությամբ, ուղղման հետ կապված նաեւ։ Այնպես որ այստեղ կարծում ավելի շատ որպես միջազգային լսարան ուղղված ուղերձներ են եւ Ադրբեջանի կշիռը որպես թե Հարավային Կովկասում եւ թե միջազգային արենայում ընդգծելուն միտված այսպես քաղաքական հռետորաբանությունը եւ նշեմ, որ վերջին շրջանում այս հռետորաբանությունը ինքը շատ ավելի տարածված է դարձել, հաճախակ է կիրառում Ադրբեջանի կողմից եւ դա շարունակական է լինելու, որը պայմանավորված է Ադրբեջանում իշխող վարչակարգի հեռահար նպատակներով, այն է առնվազն տարածաշրջանային մակարդակի խաղացող վերածվելու եւ տարբեր աշխարհակաղակական եւ տարածաշրջանային կենտրոնների համար վստահելի որպես վստահելի գործընկեր դիտարկվելու նպատակով, այնպես որ այսպես լինելու է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրներ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։